Օրագիր նյուզը տևական ժամանակ է, ինչ քաղաքացիների ծահազանգեր է ստանում կապված էլեկտրոնային ստորագրությունների և աշխատավայրերում գրանցումների ձգձգումների հետ։ Քաղաքացիները նշում են, որ շատ դեպքերում չեն կարողանում աշխատանքի անցնել կամ գրանցվել պետհամակարգերում էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով, որը կապված է անձնագրայիններում առաջացած հերթերի հետ։ Նրանց խոսքով ID քարտերի դիմումներն այնքան շատ են, որ էլեկտրոնային ստորագրություն ցանկացողներին պարզապես հերթ չի հասնում։ Օրագիր նյուզը այս թեմայի շուրջ զրուցել է Safe Invest հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Վերջինս նկատեց, որ որոշում կայացնողները հաշվի չէին առել, որ Հայաստանում շատ քաղաքացիներ էլեկտրոնային ստորագրություններ չունեն։ Այդ խնդրի շուրջ մենք եւ մեր ընկերությունը առաջարկով հանդես ենք եկել երկու անգամ պաշտոնական նամակ ենք ուղարկել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք քաղաքացիներ չունեն երկու տակումներ դեր ունենալու, եկեք գործընթացը երկարացրենք։ Եվ նոյեմբերի 1-ին մենք վերջնաժամկետ ունեինք անհատական եկամուտների հայտարարման մասով, եւ անհատական եկամուտների հայտարարման գործընթացը կարելի ձախողվել եւ մեր թվով քաղաքացիներ այդպես էլեկտրոնային ստորագրություն ունեցան, դրանից հետո մենք եւս մեկ անգամ նամակ ուղարկեցինք հարկային նույն վարչություն, կառավարություն առաջարկելով, որ տեսեք չունեն քաղաքացիները էլեկտրոնային ստորագրություն։ 2 ամիս ժամկետ է մնացել, հետաձգեք։ Եվս մեկ անգամ մեզ մերժեցին։ Խաչատրյանը պարզաբանեց, ներկայիս համակարգը ստիպում է գործատուին կամ ընդունել աշխատողներին առանց էլեկտրոնային ստորագրության սեփական ռիսկերի հաշվին, կամ չընդունել, զրկելով մարդկանց աշխատանքից։ Արդեն ընդունումը պարտադիր է, եւ չունենալով ID քարտ էլեկտրոնային ստորագրություն, բիզնեսը ստիպված իրան կամ ընդունում աշխատանքի, լսվա, բիզնեսը այսինքն գործատուն աշխատանքի ընդունում է, բայց գրանցումը տեղի չունենում։ Ինչ է ստացվում։ Ստացվում, որ ինքը իր վրա բիզնես ռիսկեր է կրում։ Եվ ապօրինի աշխատող այն ընդունում, առանց գրանցելու աշխատող ընդունում, որ այսօր հարկային մամիլը գներատու ստուգում իրականացի, մի դեպքում բիզնեսը աշխատողը գրանցել իր մոտ, չունենալով աշխատանքային էլեկտրոնային պայմանագիր։ Փորձագետը ընդգծեց նաև, որ նման քայլերը նախապես կանխատեսելի վնաս են բերում պետբյուջեին եւ բիզնեսին։ Նրա խոսքով այս իրավիճակում անհրաժեշտ են նոր կանոններ, փուլային ներդրում եւ հետաձգված ժամկետներ։ Սա առաջին դեպքը չի, որ որոշում կայացնողները անհեռատես քայլեր են իրականացնում եւ անհատական եկամուտների հայտարարում դրա վառօրինակն էր, որ տապալվեց ինքը եւ արդեն իսկ դա պետք է իրաց համար արտակրներ, որ չունեն ֆիզիկական ազգ էլեկտրոնային ստորագրություն, հետաձգել։ Ես ունեմ երկու պաշտոնական նամակ։ Իմ նամակների պատասխանն է, որ դա մեր քաղաքականության մեջ է ոսկրված եւ ուզենք չուզենք դա կյանքի կոչել։ Պատասխանը, որ մեզ տրամադրել են, ճիշտ ասած, որովհետեւ հիմք չկա դրա։ Որն է հիմքը, որ իրանք անհեռատես այս քայլի գնում են եւ այսօր ստիպված պետք է արդեն հետքար կատարեն։ Սերգեյ Խաչատրյանը առաջարկում է, որ պետությունը գործող պահանջները վերանայի, ըստ նրա անհրաժեշտ է առանձնացնել օտարերկրացիների եւ այլ խոցելի խմբերի համար հարմարեցված լուծումներ, որպեսզի բիզնեսը եւ քաղաքացիները չզրկվեն իրենց իրավունքներից ու հնարավորություններից։ Մերի Հակոբյան, Օրագիր նյուզ։